Սենց ասեմ, հնչեցնում եք հարցեր, որոնց պատասխանները ես ինքս անձամբ չունեմ ու հավատացեք ինձ էլ անձամբ շատ հետաքրքիր, որովհետև որպես այդպեսին Հակոբյան Աննան, որ ոչ մի կարգավիճակ չունի, անգամ առաջին տիկնոջ կարգավիճակ չունի, ու ինչ իրավունքով է հայտնվել հրամանատարական կետում, ոնց որ դուք եք նշում հույժ գաղտնի քարտեզների դիմաց, այդ հարցը ինձ էլ է շատ հետաքրքրում որպես այդպեսին, մենակ այդ չի, բազմաթիվ հարցեր կան։ Կան նաև այլ հարցեր, ասենք 2016-ի ապրիլյանից հետո մենք հետևություններ պետք է քաղեինք ապրիլյան պատերազմից քառօրյա ու մեր ձեռք բերվող սպառազինությունները պետք է արդեն հասկանանք ինչ ենք ձեռք բերում ու ինչի դեմ ենք պայքարելու։ Պարզ էր, չէ՞ որ ԱԹՍ-ներով են հետո էլի աշխատելու, որովհետև 16-ին արդեն ԱԹՍ-ներով մեծ վնասներ հասցրեցին մեզ։ Ու այդ սպառազինությունների ցանկը 2016-ի ապրիլյանից հետո եղել է ուրիշ, այն սպառազինությունները, որոնք պետք է ձեռք բերենք, հետո 2018-ին նորից էլի փոխվել է այդ ցանկը, ես ինչքան հասկացա։ Դրանք հարցեր են, որ ինձ էլ է հետաքրքիր։ Ես էլ եմ ուզում դրանց պատասխաններ ստանամ։ Նույն Սու-30-ները ձեռքաբերվել, բայց մարտական գլխիկներ չկա այդ Սու-30-ների վրա։ Այդ ժամանակ, այդ դեպքում ինչի համար է ձեռքբերվել այդ Սու-30-ները։ Հասկանում եք, կան հարցեր, որ ինձ էլ է շատ հետաքրքիր։ Ու եթե օրինակի համար չգնանք այս ճանապարհով, գնանք այն ճանապարհով, այսինքն սպառազինությունների փոփոխություն չլիներ, որոնք պետքա ձեռք բերվեին հետագայում, ինչ արդյունք կլներ։ Հնարավոր է նույնիսկ պատերազմ հաղթենք։ Ես չգիտեմ, չունեմ այդ հարցերի պատասխանը։ Ինձ էլ է շատ հետաքրքիր։ Վերջին մի քանի օրը երևի դուք էլ կարող նկատած լինեք նույն Facebook-յան էջումս գրառումներ եմ անում, ժողովուրդ հետաքննություն արեք։ Մի հատ պարզաբան եք, էսի չէ կատարվում։ Ինչի համար եք առ այդ ինքնաթիռները։ Զրահաբաշխոնների պակասը ինչի համար ունենք։ Տեսադիտարկման սարքերի պակաս կար մեր մոտ։ Ու լիքը նման հարցեր։ Եթե մենք սպասում ենք, գիտենք, որ պատերազմ է լինելու, խի մենք նորմալ, ինչի համար մենք նորմալ չենք նախապատրաստվել այդ պատերազմին։ Դրանք հարցեր են, որ բոլորին են հետաքրքրում, ինձ թվում է։ Ու սենց ասեմ ձեզ, չգիտեմ, միգուցե ձեր մոտ բան է ստեղծվել, տպավորություն է ստեղծվել, թե իշխանության թև եմ կամ հետները իշխանություն եմ կիսում այս կոմենտով, հոգավլիցի չկա նման բան։ Ոչ իրանց կուսակցությունից եմ, ոչ իրանց հետ իշխանություն եմ երբևէ կիսել, ոչ էլ պատրաստվում եմ կիսել։ Ուստի ինձ համար առաջին ամենակարևոր բանը պետությունը, ազգը, ժողովուրդը, երկիրը, հայրենիքը, ու այդ հարցերի պատասխանները ինքս էլ եմ ուզում ստանամ։ Այս ոնց է սենց բաներ ստացվում։ Հակոբյան Աննան հրամանատարական կետում ոնց է հայտնվել, ինչ կարգավիճակով, դուք էլ եք լավ ասում, գաղտնիության որ աստիճանով ինքը կարողանար այդ տվյալներին տիրապետել։ Դրանք հարցեր են, որ ինձ անձամբ ինձ շատ հետաքրքիր է։ Ու եթե անգամ որևիցե կարգավիճակ չունի այդ մարդը, չգիտեմ, դա արդեն աբսուրդի ժանրից է։ Կներեք, բայց մեկը ես չեմ պատկերացնում հրամանատարական կետը բարդակ, որտեղ կարող հայտնվի յուրաքանչյուր ոք ու ծանոթանա պատերազմական իրավիճակում ռազմական գաղտնիքներին։ Ես համենայն դեպս պետության գործելավ ոճը, նամանավանդ պատերազմական իրավիճակում հրամանատարական կետում այդ կարգավիճակը առնվազն ինձ բարդակ է հիշեցնում, ուրիշ ոչ մի բան։ Նենց որ այդ հարցերի պատասխանները ես էլ եմ ուզում ստանամ, ինձ էլ է շատ հետաքրքիր։ Ու նորից եմ կրկնում, ինձ համար առաջնահերթին երկիրը, ժողովուրդը, պետությունը, Արցախը, հայրենիքը, ինձ համար անձերը լրիվ երկրորդական արժեք ունեն։ Անձերը այսօր կան, վաղը չկան գնալու, այն երկիրը, պետությունն ու ժողովուրդն է մնալու։ Ինձ էլ են շատ հետաքրքիր այդ բոլոր այդ հարցերի պատասխանները։ Ու եթե կան մարդիկ, ովքեր ի պաշտոն է պատասխանատու են այդ ամեն ինչի համար ու պարզ է դառնում, որ իրավախախտում է տեղի ունեցել, ուրեմն այդ մարդիկ բնականաբար օրենքով նախատեսված իրանց պատիժը պետք է անպայման ստանան։ Ու չեմ էլ ուզում արդեն խոսամ այն մասին, թե ինչ կլիներ, եթե այս ձևով չանենք, այն ձևով անենք, միգուցե մենք ընդհանրապես հաղթենք ու ընդհանրապես տարածք չկորցնենք։ Կամ ինչի համար պատերազմը շուտ չի կանգնեցվել։ Հասկանում եք, սրանք հարցեր են, որ ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ինչ է կատարվում, ինչա կատարվում։
Ու ես էլ ինքս անձամբ չունեմ այդ հարցերի պատասխանները, ինձ էլ է շատ հետաքրքիր։ Չգիտեմ, ես արդեն սկսել եմ մի քանի օր հարցեր բարձրացնել նույնիսկ Facebook-յան էջի գրառումներում, որ ես էլ եմ ակնկալում եմ գործողություններ, որոնք պետքա պարզաբանեն հանրության համար առաջին հայացքից տարօրինակ թվացող գործողությունների տրամաբանությունը։ Ես էլ եմ ուզում հասկանում ու հաստատ համոզված եմ, մենակ ես չէ, որ ուզում եմ հասկանամ։ Շատ շատերն են ուզում հասկանան, թե ինչ է կատարվել, ոնց կատարվեց, բա ինչի համար այդպես կատարվեց։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մեզ դեռ տարիներով, ասենց ասած, քրքրելու է, որպեսզի բոլորս էլ հաստատ կուզենանք ստանալ այս հարցերի պատասխանները։